Սիրելի եկեղեցի, եկեք տերունական հայր մեր աղոթքով սկսենք մեր այսօրվա ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին։ Եվ մի տանիր մեզի փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի, միջկանգնած ենք Տիրոջ քաղցր ու սուրբ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Գործք առաքելոց 5:29։ Պետրոսը եւ առաքյալները պատասխանելով ասեցին. Աստծո պետք է ավելի հնազանդել, քան մարդկանց։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Սիրելի եկեղեցի, ինձ ձեռքերում են մեր կարիքները, եկեք միաբանվենք եւ աղոթ բարձրացնենք մեր Տիրոջը մեր կարիքների համար։ Եվ նրանք, ովքեր դիտում են մեզ համացանցով, դուք նույնպես կարող եք այսօր մտովի բերել ձեր կարիքը եւ միանալ մեր այս աղոթքին։ Հալելույա Տեր իմ Հիսուս։ Փառք ես Տեր իմ Աստված։ Տեր, ամենից առաջ մեր գոհությունն ենք բարձրացնում դեպի քեզ։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս քեզանից ամեն բանի համար։ Այն ամենի համար, որ արել ես մեր ծննդյան օրվանից մինչև այսօր Տեր Հիսուս։ Պահել ու պաշտպանել ես մեզ Տեր իմ Աստված։ Բերել ես քո տուն Տեր, ցույց ես տվել քո սերը, ճանաչեցրել ես տվել քեզ Տեր իմ Աստված։ Տեր, ճիշտ է, այսօր մեր կյանքում կան խնդիրներ, դժվարություններ, բայց Տեր, մենք ունենք քեզ մեր կյանքում, եւ դա է կարևորը Տեր, եւ մենք հավատում ենք Տեր Հիսուս։ Հավատում ենք Տեր ջան, որ դու կտաս ամեն կարիքի լուծում Տեր իմ Հիսուս։ Հանձնում ենք քո ձեռքերի մեջ մեր կարիքները Տեր իմ Աստված։ Հավատքով բերում ենք քո առաջ մեր դժվարությունները Տեր եւ մենք գիտենք, որ դու կանցկացնես մեզ ամեն դժվարության ու փորձության միջով քո գրկում Տեր Հիսուս։ Խնդրում ենք Տեր ջան, թող որ մեր այսօրվա խնդիրները Տեր չհեռացնեն մեզ քեզանից Տեր։ Մեր այսօրվա դժվարությունները Տեր բողոք չբարձրացնեն դեպի քեզ, այլ ամեն ժամանակ, ամեն դժվարության մեջ, ամեն խնդրի մեջ Տեր մենք գանք քո առաջ ուրախությունով, խաղաղությունով ու մեր փառաբանությունը բարձրացնենք դեպի քեզ Տեր։ Թող որ դու լինես մեր ուրախությունը Տեր իմ Հիսուս, ամեն ժամանակ Տեր ջան, եւ չմոռանանք քո բոլոր այն բարի գործերը, որ դու արել ես մեր կյանքում։ Դու անցկացրել ես մեզ շատ դժվարությունների ու փորձությունների միջով Տեր, եւ այս անգամ էլ կանցկացնես Տեր։ Մենք հավատում ենք ու գիտենք Տեր ջան, միայն թե մենք չհեռանանք քո գրկից Տեր, բռնվենք քո ոտքերից Տեր Հիսուս։ Տեր ջան, հանձնում ենք քո ձեռքերի մեջ եւ հավատում ենք Տեր։ Հավատում ենք Տեր քո զորավոր լուծման ամեն մի կարիքին։ Հավատում ենք Տեր ջան, դու ամենալավը գիտես ամեն կարիքի լուծումը Տեր ջան։ Մենք հավատքով հանձնում ենք քո սուրբ ձեռքերի մեջ ու սպասում ենք քո մեծ ու զորավոր հրաշքին մեր կյանքերում։ Հալելույա Տեր։ Նույնպես քո առաջ ենք բերում մեր Հայաստան երկիրը։ Շնորհակալ ենք Տեր ջան մեր երկրի համար։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված, որ անցել են հազարամյակներ, բայց այսօր ունենք մենք մեր պետությունը, ունենք մեր ազգությունը Տեր ջան, ունենք մեր լեզուն Տեր։ Եվ չնայած շատ հալածանքների մենք դավանում ենք, որ մենք քրիստոնյա ենք Տեր իմ Աստված եւ պահել ենք մեր հավատքը, բայց խնդրում եմ Տեր, որ մենք ոչ միայն բերանով դավանողներ լինենք, այլ նաև սրտով իսկապես հավատացողներ լինենք Տեր ջան։ Քայլենք քո խոսքի մեջ, լինենք քո խոսքի մեջ Տեր իմ Աստված։ Մեր մաքրությունով ու սրբությունով գանք քո առաջ ազգովի Տեր իմ Աստված։ Խնդրում ենք ամեն հայի փրկության համար, ամեն ազգի, որ բնակվում է Հայաստանում, նրանց փրկության համար Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով Տեր։ Խնդրում ենք, որպեսզի քո սերը ու քաղցրությունը լցված լինի մեր երկիրը Տեր, որպեսզի մեկս մյուսի հանդեպ միայն սիրով ու քաղցրությունով վարվենք Տեր։ Թող քանդված լինի խավարի ամեն ծրագիր, չարի ամեն գործ, ամեն մեղքի կապանքներ թող քանդված լինեն մեր երկրի վրայից Հիսուս Քրիստոսյանով Տեր ջան։ Հանձնում ենք մեր երկիրը քո սուրբ ձեռքերի մեջ Տեր ջան։ Հռչակում ենք քո պաշտպանությունը ու օրհնությունը մեր երկրի, մեր Հայաստանի վրա։ Նույնպես Տեր ջան, քո առաջ ենք բերում Ռուսաստան երկիրը։ Շնորհակալ ենք այս երկրի համար Տեր ջան։ Շնորհակալ ենք Տեր, որ այսօր այս երկրի մեջ մենք կարող ենք հավաքվել եւ փառաբանել քո սուրբ ու զորավոր անունը Տեր ջան։ Շնորհակալություն այս հնարավորության համար Տեր։ Եվ խնդրում ենք Տեր, օրհնես այս երկիրը Տեր իմ։ Օրհնես ու պաշտպանես այս երկիրը, քո խաղաղություն լինի այս երկրի վրա Տեր իմ։ Խնդրում ենք քո լույսը այս երկրի ամեն մի անկյունում Տեր։ Խավարի ամեն գործ թող քանդված լինի այս երկրի վրայից։ Չարի ամեն ծրագիր թող քանդված լինի Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով Տեր իմ։ Թող քո փրկությունը գա այս երկրի մեջ Տեր ջան։ Թող քո օրհնությունը եւ իմաստությունով առաջնորդվեն այս երկրի իշխանավորները Տեր իմ։ Հանձնում ենք քո սուրբ ձեռքերի մեջ Ռուսաստանը Տեր, եւ թող քո անունը փառավորվի Տեր։ Հալելույա։ Ամեն։
Փառք Տիրոջը, փառք ամենակարող Աստծուն։ Կխնդրեմ ինքո կլասիկ ժպիտով կողքինի դարդերը վերացնես ժպտալով նոր նստես, լավ։ Ժպտա իրան, ինքը արժանի է այսօր քո ժպիտին։ Աստված օրհնի ձեզ, շնորհակալություն երեխեք ջան։ Փառք Տիրոջը։ Ժպտալը լավ բան է։ Գիտես, ժպտալու համար էլ ուժ պետք։ Շատ հաճախ իրավիճակը ասում է ոչ թե մի ժպտա, ասում է լացի, կամ իրավիճակը ասում է ոչ թե մի ժպտա, դաժան դեմք ընդունի, դաժան արտահայտություններ արա, բայց դու կարողանում ես քո մեջ ուժ գտնես ու ժպտաս։ Ես վերջերս իմ մոտ մի հատ տենց դեպք եղավ, այն որ մի հատ անձնավորություն ոչ տարավ, ոչ բերեց, այնց հիմարություններ ասես, ոչ ճանաչում են, ոչ էլ, ոնց որ ասենք նորմալ չի, չէ՞, ասենք փողոցում մեկը մոտենա քեզ ու ինչ որ հիմարություններ ասի, առանց ճանաչելու։ Գիտեք ինչ է հետաքրքիր, առաջի 15 վայրկյանը ժպտում էի։ Ժպտացի, խոսած ժպտացի, հետո հասկացա, որ սատանան խառնվել է իրար, դուրն եկել է, որ ինքը ինձ ինչ որ բան է անում, ես ժպտում եմ, դեմքս մի քիչ փոխեցի, երկու հատ լուրջ բառ ասեցի ու հանգստացավ, խաղաղվեց, թողեց գնաց։ Բայց այնքան կարևոր էր առաջի ռեակցիան, որ ես կարացա ժպտայի, որովհետև ժպտալու չէր։ Աննորմալ մի հատ վիճակ, մի հատ, ասենք, ոչ մի բան չես արել այդ մարդուն, տարիքով կին, ընդհանրապես ոչ ճանաչում եք, ես ոչ էլ էլի։ Բայց դե պիտի կարողանաս ժպտաս, սիրելիս։ Առաջի ռեակցիան եթե քո մոտ ժպիտն է, եթե այդ ամենադժվարը առաջի վայրկյանին հաղթելն է։ Հենց հաղթեցիր, հետո արդեն իրավիճակը գա իր տեղը, լավ։ Դրա համար ինչ ուզում է սատանան անի, ժպտա, ինքը դրանից ներվայնանում է։ Սենց է, տես, եկավ վատ իրավիճակ, դու ներվայնանում ես, սատանան է ժպտում։ Կամ դու ժպտում ես, ինքն է ներվայնանում, որոշողը դու ես, հա։ Ոնց անես, լավ։ Աշխատին հենց անես, թող ինքը հիստերիայի մեջ ընկնի։ Մեր գործը սատանային հիստերիայի մեջ գցելն է։ Տերը օրհնի քեզ, ինչ լավն եք։ Աստված օրհնի ամեն մեկից։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը ձեր համար։ Օրհնված ըլնեք բոլորդ։ Թող օրհնված ըլնեն բոլոր մեզ համացանցով նայողները, որ սենց հավատարիմ մեր հետ են։ Փառք Տիրոջը, որ դուք էլ այսքան ժողովուրդ ստեղ դուք ամառը հանգստանալու չեք գնում, ժողովրդի չեք անում ստեղ։ Այսքան շատ մարդ այսօր եկեղեցում է, Տերը օրհնի քեզ։ Այ մի քիչ դրա մասին ուզում եմ խոսամ։ Գիտես ինչն է հետաքրքիր, տես իրոք ամառը մարդիկ ծով են գնում, Հայաստան են գնում, ուրիշ երկրներ են գնում, չէ, բայց մենք եկեղեցում ենք։ Փառք Տիրոջը ձեր համար։ Փառք ամենակարող Աստծուն։ Իրոք մենք դարձել ենք մի հատ մեծ ընտանիք։ Ու գիտես ինչն է հետաքրքիր, ընտանիքը ինքը հարազատներ կան, որոնց դու չես ընտրում։ Դու ծնվում ես, հետդ մի հատ աղբեր քուր է ծնվում, մորքուրի տանը մի երկու հատ աղբեր քուր են ծնվում, իրանք քո հարազատներն են, դա քո ընտրությունը չի։ Բայց այս ամեն ինչը քո ընտրությունն է։ Այս դու ես ընտրել, հա։ Ու հետաքրքիր գիտես որն է, որ մենք մեր հարազատներին կարանք տարին մեկ նոր տարուն տեսնենք, որոշ հարազատների 5 տարին մեկ կամ հարսանիքի կամ թաղման, հա, օղարկավորության արարողության, բայց մենք իրար ամեն շաբաթ տեսնում ենք, հա։ Ամեն շաբաթ մենք դարձել ենք ընտանիք, մի հատ մեծ ընտանիք։ Հա։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի քեզ։ Ու գիտես ինչն է հետաքրքիր, երբ որ շուտ ենք իրար տեսնում, պատկերացրու ամեն շաբաթ նույն մարդկանց դեմքերը տեսնում ես։ Հետները նստում ես վերջում սուրճ ես խմում, զրուցում ես։ Ու կամաց մենք դառնում ենք ամենահարազատ մարդիկ, իսկ մարդը կիսվում է ում հետ ամենահարազատների, ճիշտ է։ Ու գիտեք ինչ է տեղի ունենում։ Դու հիմա, հենց հիմա եկեղեցում, եթե 2-3 տարի, 5 տարի գալիս ես, դու եկեղեցում սենց ասեմ, 50 հոգու մասին ավելի շատ ինֆորմացիա ունես, քան թե քո 50 բարեկամի։ Իրա երեխեքը որտեղ են սովորել, ինչ է աշխատում, ոնց է աշխատում, երբ փող ունի, երբ չունի, երբ տան վարձը կարացավ տա, երբ տան հիպոթեկը տվեց, երբ է տունը առել, արդեն գիտես դու այնքան ինֆորմացիա ունես,
այդ քո շուրջ բոլորի մարդկանց մասին, որ քո բարեկամներից կարող է հարցնել, ես շատ մոտիկ բարեկամներ ունեմ, որ 20 տարի չեմ տեսել։ Շատ մոտիկ, ասենք, այն որ ռուսներն ասում են двоюродный сестра կամ брат, հա։ Այդքան մոտիկ մարդիկ ունեմ, որ 20 տարի չեմ տեսել, չի ստացվել ուղակի տեսնել։ Բայց պատկերացնում ես, քեզ 20 տարի չտեսնեի։ Տես ոնց կլինի։ Այնա մայիսին եմ եղել, մի ամիսից մի քիչ ավելի որ ստեղ չեմ եղել, արդեն մեջս դիսկոմֆորտ էր։ Մեր մոտ այնտեղ կոնֆերանս է հիմա, սա աշխարհից գալիս են ամենամյա կոնֆերանսն է, ամբողջ պատասխանատվությունը հիմնականում ոնց որ ին վրա է։ Ես չպիտի գայի։ Բայց դե ոնց կարաս չգաս։ Հիմա որ չգայի, մեկ էլ 15-20 օրից էի գալու։ Հա։ Ինչի, որովհետև գիտես մենք դարել ենք ընտանիք։ Մենք դարել ենք ընտանիք, ասում ենք ոչինչ, ստեղ նեղած, ստեղ մի քիչ sense անեմ, բայց անպայման գնամ։ Ես չգիտեմ, հիմա ասենք որ եկեղեցին չներ, մեծ մասը կարող է ասենք, օրինակ լիքը մարդիկ կարող է Մոսկվայում չապրեին, ուրիշ քաղաքում ապրեին։ Հա, ասենք ուրիշտեղ, ես մարդիկ գիտեմ, որ ուրիշտեղ գործեր են առաջարկում չեն գնում ուրիշ քաղաքներում, ասում են բա եկեղեցին։ Հա, կամ հարցնում են, ասում են ընդ եկեղեցի ունենք մենք, ասում ես չէ, ասում եմ չեմ գնա։ Այսինքն գիտեք, մենք դառել ենք մի հատ մեծ ընտանիք։ Մենք դարել ենք մի հատ ընդհանրական մեծ ընտանիք, Փառք Տիրոջ, հա, Փառք Աստծուն ու գիտես ինչ, sense կամաց իրար սովորում ենք երկնքում որ գանք մեր թաղամասը ունենանք, հանգիստ իրար հետ մի թաղամասում իրար հետ ապրենք, հա։ Պատկերացնում ես, բանը, նոր այսօր Բագրատը խոսած զոհաբերությունից Աստված օրհնի շատ ու պատկերացնում ես, օրինակ այսօր մենք զոհաբերություն արեցինք, չէ՞։ Այսօր ամսի 20-ն է, չէ՞։ Ամսի 20-ը, պատկերացրեք, ասենք, անցնում է ժամանակ, Հիսուսը գալիս է, մենք գնում ենք երկինք, ու մեկ էլ գնում ենք, տեսնում ենք մի թաղամասում ենք բոլորս, ու բոլորիս տների վրա դրսի դռան զանգը նույնն է, ու վրան գրած է 20:06:26 թվի զոհաբերության հաշվին։ Հա, բոլորիս նույն զանգից են նվեր տվել, հա։ Ինչի՞ չէ, գիտես, մենք մի քիչ ուրիշ ձև ենք պատկերացնում, բայց եկեք երասենք ոնց ուզում ենք, հա։ Բա երկինք ունենք, որ աշխարհը չունի, Աստված ունենք, աշխարհը չունի։ Դրա համար ոնց երազում ենք, նենց էլ կարանք ստանանք, ինչի՞ չէ։ Նենց չի որ գնալու ես երկինք, ասեն, այս դիզայնով ենք ուզում քեզ օրհնենք։ Կարող ասես դիզայնը դուրս չի գալի, կլինի փոխեք։ Հա, այս մեր մոդայից չի։ Եթե երկինքում մենակ նենց լիներ, ոնց որ քեզ առաջարկում են, ու դու չկարողանար բան փոխեիր, էդ էլ կլներ շատ, գիտեք, ինչ ժամանակի ընթացքում հոգնածնող քեզ։ Ինձ թվում է դու գնալու ես երկինք, օրինակ ծաղիկից հոտ ես քաշելու, ասելու ես այ մի հատ էլ ծիրանի հոտ եմ ուզում, մեկ էլ այն վիճակ ծաղիկներ կան, հայկական, իմ ամենասիրած ծաղիկն է, որ ծիրանի հոտ է գալիս են, դեղին ծաղիկներ է փոքր։ Մեկ էլ մեզ ծիրանի հոտ եկավ։ Աստված ամենակարող Աստված է, ու եթե քեզ տանելու է լավ տեղ, լավ բան է խոստվել, ինքը ինչ որ հոգնածնող տեղ չի տանելու քեզ, կամ քո ցանկությունից դուրս տեղ չի տանելու։ Եթե սիրտդ պաղպաղա կա ուզում, քեզ սնիկերսով չի կշտացնելու, հա, ինչ ուզես հետը լինելու է։ Այդտենց երկինք է քեզ սպասում, բայց այդ կողքիդ մարդիկ են այնտեղ լինելու, ասեմ քեզ։ Դրա համար ուզես չուզես, պիտի բոլորի հետ լավ լինես։ Դու պատկերացնում ես, երկնքում գաղտնիք չկա։ Հիմա պատկերացրու, գնացել ես երկինք, կողքիդ նատամորակույրը, կողքիդ հարևանն է, այնտեղ մտքերը կարդում են, ամեն ինչ գիտեն, ու մեկ էլ նայում է քեզ ասում է լսի։ Այն 20:06:2026 որ կողքս նստած էիր։ Ինչի նայեցիր մատերից լաքին ասեր ես անճաշակն ես ինչա կսել։ Բռնացնելու է։ Բռնացնելու է, չես իմանալու ինչ պատասխանես։ Դրա համար ինչքան կարաս լավը մտածի կողքինիդ մասին, լավ։ Ինչքան կարաս լավը արա, որ չգնանք այնտեղ հայտարարել ենք, հա։ Պատկերացնում ես, գնում ես այնտեղ ու սաղ բացահայտվելու է։ Այնտեղ չբացահայտված բան չկա, որովհետև երկնքում ամեն ինչ հայտնի է։ Այն մութը բացվելու է, հա։ Մարդիկ իրար հետ խոսալու են առանց շուրթերի, առանց պրոստը նայելու են իրար հետ խոսան, ամեն ինչ հասկանալու են։ Դրա համար ինչքան կարաս լավ եղի։ Հիմա որոշ մարդիկ ասին, վայ, խայտարակ եղա, այս կողքինից մասին ես ինչ էի մտածում։ Թու, գնա, վատ միտք, գնա։ Փառք Տիրոջը։ Ինչի համար եմ այս ամեն ինչ ասում։ Հենց չիմանաս հենց այնպես ուղակի խոսում եմ, էլի հետդ հերվից եմ գալիս, էլի։
հերվից եմ գալիս, էլի, տես, մենք շուշուտ ենք իրար տեսնում։ Ու իրականում մենք շատ միմյանց խնդիրներից, միմյանց հնարավորություններից, միմյանց բաց տեղերից, միմյանց թուլություններից, միմյանց ուժեղ կողմերից սկսում ենք տեղյակ լինել, որտեղ սկսում ենք իրար հետ մոտենալ, սկսում ենք իրար կիսվել, հա։ Դու արդեն հարազատ եղբորդ կարող է հետ չկիսվես, որովհետև 7 տարի իրանցքի չես էլ տեսել, բայց կողքդ սուրճ խմող ընկերոջ հետ սկսում ես բաներ կիսվել, որովհետև արդեն 3 տարի է իրար հետ եք։ Ու գիտես ինչն է վատ, որ երբ որ ինչքան ընտանիքը մեծանում է ու հարազատանում է, այնքան խոսակցությունները անկեղծ են դառնում։ Մարդիկ սկսում են բացվել, բայց վատը գիտես որն է, որ շատ հաճախ մարդիկ դա չհասկանալով, իրանք դա ոչ թե ընդունում են, որպեսզի պահեն իրանց մեջ, ընդունում են որպես լավ լուր տարածելու համար։ Ու խնդիրներ է սկսում տարբեր մարդկանց կյանքում։ Ընդհանրապես խոսքը մենակ եկեղեցու մասին չի, հա, մեր մի կարևոր ուղերձ կա այսօր, որ ուզում եմ խոսամ ու վերնագիրը սենց եմ դրել, բերանդ փակ պահի։ Սա շատ կարևոր բան է մեր կյանքերում։ Գիտես, բերան բացելը հեշտ է, բայց մեկ-մեկ լինում է իրավիճակներ, որ մենք կարանք մի արտահայտություն անենք ու հետո ամբողջ կյանքում դրա տակից դուրս չգանք։ Ես այդ դառը փորձ ունեցել եմ շատ տարիներ առաջ, անցած հազարամյակում։ Չգիտեմ, պատմել եմ ձեզ երևի շուտ պատմած կլինեմ։ Աստված ինձ իրավիճակ ցույց տվեց, անցած հազարամյակում էր դեռ։ Մի հատ խոսք ասեց, ցույց տվեց ինչ հա լինելու, այսինքն այդ շղթան ամբողջ ցույց տվեց, մի բառ ասեց մենակ։ Բայց գիտեք ինչ, այսինքն ահարկու, ասեց չխոսաս։ Մի բառ ասել։ Այդ ամեն ինչը ցույց տվեց, ասեց չխոսաս ու ամեն ինչ վերացավ, այսինքն հիմա նստել եմ սառած, ուզում եմ հասկանամ ես ինչ էր։ Բայց երիտասարդ տղա էի, խոսացի։ Ու գիտեք ինչքան բան խառնվեց։ Ինքան բան խառնվեց իրար, որ ասելու չի։ Մի հատ բառ էր ասեց, Աստված հեշտ հանգիստ բարձ է խոսում։ Ասեց չխոսաս։ Նեն չէր, որ ես ուրիշի մասին էի խոսացել, վատ բան էի խոսացել։ Իմ հետ կապված մի հատ կոպիտ ասած լոպազացել էի։ Ու սա խառնվեց իրար։ Ընդամենը մի բառով Աստված հասկացրեց, չխոսաս։ Շատ հաճախ մեր այս թշնամի դուսագալի մեր դեմ։ Աստծո խոսքն ասում է այդ լեզուն ասում ով կարա ասում ղեկավարի այդ լեզուն։ Հա, նավերը ասում մի հատ փոքր ղեկով լինում է, չէ՞, ղեկավարել։ Մեր լեզուն տարբերակ չկա, ինքը հա ուզում է դուս թռնի։ Ասում է լեզվիցս թռավ, լեզվիցս պրծավ։ Վաղուց իմ համար ես բան եմ դրել, որ լեզուս ուզում է դուս թռնի, ձեռքովս խփում եմ բերանից։ Առանց խփելու, այլ հոգևոր խփում եմ, ասեմ ձենդ կտրի։ Հա, որովհետև շատ հաճախ մենք կարանք բաներ ասենք, որ պետք չի ասել։ Գիտեք, այսօր եթե ես խոսամ, այն ամբողջ ինֆորմացիան, որ ես ունեմ, քանի տուն կքանդվի, քանի դանակահարություն կլինի։ Բայց ես կարողանում եմ ինձ զսպեմ։ Այնքան բան է, գիտես, ինտրիգա է մեջը, որ լավ, մի թեթև մի բան պատմեմ մեկին։ Մի բան եմ լսել, մի քիչ կոնե պատմեմ։ Այս 15 րոպե իր այդ քուրիկներով կոֆե ենք խմում, բա մի բան ես չասեմ, այն ամեն մեկը մի բան ասեց։ Ու խնդիրները սկսվում են։ Բայց սիրելիս, մենք պիտի կարողանանք մեր բերանը փակ պահենք։ Հա, մեր մոտ տեսեք, ինֆորմացիան հոգևոր մարդու մոտ sense չպիտի աշխատի։ Ստեղից եկավ, ստեղից գնաց, ստեղից եկավ, ստեղից գնաց, հա։ Ստեղից պիտի գա, մտնի ներս մահանա, ստեղից պիտի գա, մտնի ներս մահանա։ Տեսար, լռեցիր, լսեցիր, լռեցիր։ Որտեւ էլի եմ ասում, մանավանդ եկեղեցում իրար հետ մոտիկ ենք, շատ հարազատացել ենք, մեկս մյուսին շատ բան կարա պատմի։ Եթե այդ մարդը ուրիշներին չի պատմի, մենակ քեզ է պատմի, ուրեմն քեզ է վստահում։ Որ դու սկսում ես խոսալ, նշանակում է արժանի չէ իր այդ վստահությանը, որովհետև եթե ուզենար պատմել, բոլորին կպատմեր, եթե մենակ քեզ է պատմել, խորհուրդ է պետք, նշանակում է ոչ միայն վստահում է քեզ, այլև քեզ իմաստուն մարդու տեղ է դրել խորհուրդ է հարցնում։ Իսկ դու բռնում ես տարածում ես ուրիշների մեջ։ Ցանկացած տեղ, կապ չունի, եկեղեցի է, աշխատանքի վայր է, ընտանեկան մթնոլորտ է, հարազատ բարեկամի մեջ է, նշանակություն չունի։ Ինչքան հնարավոր է մենք պիտի կարողանանք
ժլատ լինենք ինֆորմացիա փոխանցելուց։ Մեր կյանքերում, որովհետև շատ հաճախ այդ ինֆորմացիան կարա ճակատագրական լինի։ Ես հիմա մի պատմություն եմ ուզում կարդամ Աստվածաշնչից։ Ելից գլխում է գրած, երկրորդ գլխում ելից։ Մովսեսի մասին է գրված է, որ Մովսեսը հրեաները ստրկության մեջ են Եգիպտոսում, երեխաները, տղաները շատացել էին, վախենում էին եգիպտացիները, 3 միլիոն են դառը, հեսա մեզ կգրավեն մեր երկիրը, որոշում կայացեցին, ասեն բոլոր ծնված տղաներին սպանենք, նորածին տղաներին սպանենք, որ հրեաների ազգը չշատանա, աղջիկների հաշվին մենակ շատանա, դա շատանալ չի, ստիպված մեր տեղեքի հետ կամուստանան։ Ինչ որ էժան հաշվարկ էին արել, սկսեցին տղաներին կոտորել, գրածա Մովսեսը գեղեցիկ էր, մեր ձեռը չգնաց, ինչ որ մի բան անի, դրեց մի հատ ամանի մեջ, զամբյուղի մեջ գցեց գետը։ Ասեց Աստված ջան, դու տիրություն արա։ Այս երեխուն չսպանեմ, որովհետև բոլորին սպանում էին, գցում էին գետը։ Ինքը զամբյուղով դրեց գետը։ Ու գրվածա, որ այդ րոպեին Փարաոնի աղջիկներ անցնում տեսավ, Մովսեսին վերցրեց։ Եվ 10 խոսքից կկարդամ, Փարաոնի աղջիկը Մովսեսին վերցել է իր մոտ եւ գրածա տղան մեծացավ եւ նա Փարավոնի աղջկա մոտ բերեց նրան եւ նրան որդի եղավ։ Նա էլ նրա անունը Մովսես դրեց եւ ասեց, որովհետեւ ջրից հանեցի նրան։ Պատկերացնում եք, հա, մի քանի ոնց որ մարդու ճակատագիրը ոնց կարա վարքյաններում փոխվի, հա, մարդու ընթացքը ոնց կարա փոխվի։ Մահապատ ստրուկ էր, այսինքն ինքը պիտի մահանար։ Այդ երեխեն մահապարտ 40 օրեկան մահապարտ ստրուկ էր։ Մի քանի վարքյան հետո դարավ Փարաոնի որդի։ Տեսեք, նայեք Աստված եթե ուզի բարձրացնի, կապ չունի ինչքան ես դու ընկել։ Մեկ մարդիկ ասում են, ախր ես նեն ճահիճի մեջ եմ, Աստված էլ ինձ չի օգնի։ Լսի Մովսեսից վատ ճահիճի մեջ չլնես։ 40 օրեկան անպաշտպան, դու պատկերացնում եք այդ երեխու վիճակը, 40 օրեկան անպաշտպան ստրուկ, որ րոպեին բռնեն, սպանելու են գետի մեջ, զամբյուղի մեջ, այդ երեխու մի հատ հոգեկան վիճակ է, եթե ինքը լինի 30 տարեկան ու վերևից նայի իրան։ Գետի մեջ լողում է, ասենց, հա, զամբյուղի մեջ 40 օրեկան մահապարտ ստրուկ։ Բայց գիտես ինչն է կարևոր։ Այդ գետի տերն էլ է Աստված։ Կամանց այդ զամբյուղը բրդումա Փարաոնի աղջկա կողմը։ Գնա, հենց տեսավ երևի հատուկ Աստված նենց արեց, որովհետև գրածը շատ գեղեցիկ էր Մովսեսը, 40 օրեկան արդեն շատ սիրուն էր։ Էտա Փարաոնի աղջիկը երևի սիրահարվեց, ասեց այս երեխուն վերցնում եմ ինձ։ Այսին սիրուն բալայա։ Վերցրեց, ասեց պահեք, բերեք, հենց մեծանա կբերեկի մոտ։ Ու այդ մի ակնթարթում ճահիճի ամենաներքևը գտնող մի հատ ստրուկ դարավ Փարաոնի որդի։ Ինչի, որովհետև Աստծո քամին բերեց փչեց ուղիղ Փարաոնի աղջկա մոտ։ Այդտենց Աստված կարա բարձրացնի քեզ։ Կապ չունի որտե ես ընկել։ Ախր ին վիճակը ուրիշ է։ Ամեն մեկն է մտածում է իր վիճակը ուրիշ է։ Այսքան ժամանակ չի եկել մեկը իմ մոտ խնդիրով ու ասի. Գիտես իմ խնդիրը այնքան ստից խնդիր է։ Հա, պրիմիտիվ, ուրիշները այ ինչ վիճակներում են։ Թե ստից բան է, ուղղակի ցենց դե դեմքիդ կարոտել էի, որոշեցի գամ այդ մի երկու բառով խոսամ։ Չի ով գալիս ասում ախր իմ վիճակը ուրիշ է։ Հոյվ ջան, չես պատկերացնում, դժոխքը ընկելա հետևիցս։ Ինչ ա եղել, ինչա թե մարդը ասել է մի անգամ էլ եկեղեցի գնաս, էլ տուն չգաս, դժոխքն ընկելա հետևից։ Այնքան մաքուրիկներ գիտեմ, որ այնքան ծեծ ընկեր է եկեղեցի գնալու համար։ Այնքան են գնացել, մինչև մարդն ասկսե եկեղեցի գալ, հա։ Նրա համար ամեն մեկից թվում է իրավիճակը լրիվ ուրիշ է։ Բայց տեսեք, ոչ մի հեռանկար չունեցող ստրուկ, ոչ մի հեռանկար։ Պատկերացրեք ջրի մեջ զամբյուղով դրած 40 օրեկան երեխա ինքը հեռանկար չունի։ Իրան մեր բառերով ասած հրաշքն չի օգնի։ Չկա, որ հանգարց մեկը բարի գտնվի հանիել, մեկը գալու են էլի սպանեն, որովհետև բանի հրեա երեխա է, իրավունք չունի ապրի, որոշված է վсё։ Անկամ թագուհին Փարաոնի աղջիկը տեսավ, որ հրեա երեխա է։ Ինքը զգաց, ասեց, այս փախստական հրեա երեխեքից է։
Ու գիտեք ինչն է, մի անգամից իր կյանքը փոխվեց։ Հիմա մեծացել է, ամեն ինչ լավ է։ Փարաոնի տղա է, պատկերացնում եք Մովսեսի ստատուսը։ Ուրիշ ելներ սկի չեր ուզի հիշեին, որ ինքը հրեա է։ Ես մի անգամ մի երկրում էի, եվրոպական, մի հայ տղայի հետ շփվում էինք, տենց ես իր հետ խոսում էի հայերեն, ինքը իմ հետ խոսում էր այդ լեզվով։ Ընդամենը երևի մի տարի էր այդ երկրում։ Ասեմ ամանչում ես հայերեն խոսած։ Գիտեք ինչ ասեց։ Ասեց հա։ Ասեց ես արդեն ստեղացի եմ, ամանչում եմ հայերեն խոսամ։ Երեք մարդիկ շատ շուտ փոխվում են։ Շատ շուտ կաշին փոխում են, սենց ասեմ։ Բայց Մովսեսը պատկերացրեք 40 տարի է Փարաոնի տանն ապրում։ Պատկերացնում եք այդ ինչա։ Իր ազգը ստրուկ է, իր ազգը արդեն եգիպտացիների համար զզվելի է։ Որովհետև ասում են իրանք զզվում էին, իրանցից պիղծ էին համարում, իրանց հետ հաճ չէին ուտում։ Պատկերացնում եք այդ իրավիճակում է ինքը Փարաոնի տղա է, Փարաոնի հետ է հաց ուտում, Փարաոնի աղջկա տղեն է, կյանքը ստացված է։ Բայց գիտեք, թասիբը ուրիշ բան է։ Թասիբը այդ ներքին ճիշտ սորտը, գիտեք, այնքան կարևոր է այդ տեսակ լինի մարդը։ Ոչ թե դառնա ոնց որ չգիտեմ, ինկուբատորի մի հատ, այլ տեսակ լինի։ Այդ Մովսեսը տեսակ է, պատկերացրեք իր վիճակը։ 40 տարյա Փարաոնի որդի է եւ գրած է սենց. եւ եղավ այն օրերում, որ Մովսեսը մեծացավ եւ դուրս գնաց իր եղբայրների մոտ։ Դուրս գնաց մտավ հրեաների մեջ։ Եվ նրանց ծանր գործերը տեսավ։ Եվ տեսավ մի եգիպտացի, որ իր եբրայեցի եղբայրներից մեկին ծեծում էր։ Պատկերացրեք, գնացել է մտել է ստրուկների մեջ։ Չի ուրացել իր ազգը։ Մարդը գիտի, ես կապ չունի, որ իմ բախտը բերել է։ Ես գիտեմ ես ով եմ։ Ես իմ ազգն է։ Տենում եմ իրանց ծանր վիճակը ու տեսնում եմ, որ մեկը Փարաոնի ծառաներից մեկը ծեծում է իր եղբայրներից մեկին։ Եվ այս կողմ ու այն կողմ նայեց եւ տեսավ, որ մարդ չկա եւ մերցրեց Եգիպտացուն եւ ավազում թաղեց նրան։ Մի հատ ուզում եմ պատկերացնես։ Իրա ինչին է պետք ովում ծեծում։ Ինքը Փարաոնի տղա է։ Բայց նայեք սրտացավությունը այնքան մեծ է, որ անտեսեց վտանգը։ Լավ հասկանում էր, գիտես, որ մի հրեայի պատճառով ինքը կարող է իր ամբողջ կյանքից զրկվի։ Մի հատ մարդու պատճառով կարա զրկվի։ Գրածը նայեց, տեսավ կողքերը մարդ չկա ու դուրս եկավ ամբողջ համակարգի դեմ եգիպտական։ Սպանեց ու գրածը թաղեց, բայց նկատեցիք գրածը մենակով թաղեց։ Այն ծեծվողը իրան չէր օգնում։ Ծեծվողը երևի չգիտեմ, դիտորդի դերում էր։ Հələ լավ կներ դիտորդի դերում էր։ Բայց տեսեք ինչա տեղի ունենում։ Ես հեսա գալիս եմ այն թեմային, ինչի մասին խոսում եմ։ Եվ հետևյալ օրը դուրս եկավ, եւ ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ։ Եվ ասեց հանցավորին. «Ինչի ես քո ընկերին ծեծում»։ Տեսեք, ուրիշը կարար մի ամիս դաժե այդ կողմերը չերևար։ Չէ, հաջորդ օրն էլ է գնում, տենա ինչա կատարում ժողովրդի մեջ։ Ինչքան սրտացավ հոգատար սիրտ մարդ է։ Եվ գրածա տեսավ երկու աղբեր են արդեն իր հետ կռվում, ասում են, «Լսի, քեզ ծեծում, ինչ արեք ես»։ Այս մեկին չսպանեց, զգացիք, այն մի ծեծողին սպանեց, այս մեկին չսպանեց։ Գիտեք ինչի, որովհետև մարդասպան չէր ինքը, ուղղակի սրտացավությունից դրդված քայլ էր արել։ Մենք մի հայտնի հայ ունենք, Սողոմոն Թեհլերյանը։ Հիշում եք, հա, երբ որ Փաշային սպանել էր, դատարանում խոսք տվեցին իրան, ասեց ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Հիմա այս նույն իրավիճակում Մովսեսն է, մարդասպան է, բայց մարդասպան չի։ Ուղղակի սրտացավությունից դրդված է արել։ Հիմա եկել է տենում է, հիմա էլ աղբերն է աղբորը ծեծում, երկու հրեա են իրար ծեծում։ Եվ նա ասեց, ու ասում է, ինչի ես քո ընկերին ծեծում, 14 խոսքում գիտեք ինչա գրած։ Եվ նա ասեց, այն ծեծողը, ով քեզ մեր վրա իշխան կամ դատավոր դրեց, ինձ էլ ես մերցնելու,
ինձ մերցնելու միտք ունես, ինչպես որ Եգիպտացուն մերցրիր, որ միտք ունենար մերցնելու կմերցներ էլի։ Բայց գիտեք ինչն է ստեղ ամենահետաքրքիրը։ Գրածա Մովսեսը մարդ սպանեց, թաղեց ու գրածա երբ որ այդ ամեն ինչ անում էր, նայեց 4 կողմը ոչ մեկ չկար։ Ոչ մեկ չկար, բայց որտեղից իմացավ այս մարդը։ Որտեղից այս մարդը իմացավ, որ Մովսեսը 3 մարդ է սպանել։ Որտեղից։ Մի հատ մարդ կար, որ այս ամեն ինչից տեղյակ էր, գիտեք ով էր։ Ծեծվողը։ Միակ մարդը ով տեսել էր, դա ծեծվողն էր։ Ու պատկերացնում եք, ինչքան պիտի դու բաց բերան լինես, որ հաջորդ օրը ամբողջ Իսրայել ժողովուրդը գիտի։ Հաջորդ օրը գրած եկավ Մովսեսը, երկու հոգի այդ կռվում են, մեկը մյուսին ասեց, այս երեք նրան սպանել, այսօր ուզում ես ինձ սպանես։ Պատկերացրեք ուր ասել, մեկը մյուսին տարածելով, հասկանալով, որ մենք Մովսեսին հարվածի տակ ենք դնում։ Եթե մենք խոսանք, հասնելու է Փարաոնին, հասավ Փարաոնին Մովսեսի գլուխը վրից գնալու է, որովհետև կապ չունի, որ Փարաոնի որդի է կոչվել, ինքը մեկը հրեա է, ու ինքը սպանել է Եգիպտացի, դա չի ներվում։ Որովհետև եթե ներվեր, դա կշարունակվեր, կդառնար ուրիշների մոտ նույնը։ Դա չի ներվում։ Ու պատկերացրեք մեկի բաց բերանությունը։ Այն մեկի ում Մովսեսը փրկել է։ Այնքան կարևոր է մենք մեր շուրթերը փակ պայենք սիրես։ Մեր խոսացածը կարող է գնանք լոպազանալով խոսանք, կարող է, գիտեք, հիմնական գողությունները ինչից է լինում։ Լոպազանալուց։ Որ մեկը մեկի մոտ պատմում է, թե ինչ ունի։ Մեկը մեկին ցույց է տալի, թե ինչ ունի։ Այդ ում ցույց է տալիս, այն մեկը կարող է գող չլինի, բայց մեկի մոտ մի օր մի ամիտ պատմի, ասի մորքուրից տղան այնքան փող ունի։ Մորքուրի տղան, հորքուրի տղան, հորքուրի տղան, հորքուրի աղջկան, աղջիկը քրոջը, քուրը, աղբորը հասավ դիվան բաշում։ Վերջը ասում է գողացողին, հա։ Ու ցեպոշկան հետ հավաքելով գալիս է իր գործը անում է։ Գիտես ինչի, որովհետև ճամփին բերանները փակ չփայեցին։ Հա։ Շատ հաճախ խնդիրներ է սկսում մեր կյանքում, որ բերաններս փակ չենք պահում։ Կամ ուզում ենք մի բան սարքենք, թարմ ինֆորմացիա եմ իմացել։ Արեք նստեք թազաբան են պատմում, ոչ մեկը չի լսել։ Այն քուրիկներ կան, որ բանը կռիվ են անում, թե ով ավելի թարմ ինֆորմացիա կասի, որ ոչ մեկը չգիտի։ Ով կհաղթի այդ ինֆորմացիա փոխանց, բահալը լսի դու ես մեկը հաստատ չգիտես։ Մի հատ Հայաստանի գյուղերից մեկում մի հատ որ ոչ մեկ չգիտի, ասեցի, հիշեցի, հա։ Մի խումբ, որոնք որ այդ գյուղերը մեծ մարդ համահանում գնում են ձրի խմելու կելեխի, հա։ Մի հատ տենց խումբ պատկերացրեք մի 5-6 հոգյանոց, որ գիտեն այդ սաղ տարածքում այս ինչը մահացավ, գնում են ընդ հաց ուտելու, խմելու, ընդ սենց գնում են, հիմա այդ խմբի կեսը մի օր այն մյուս կեսից գախնի, մի հատ ինֆորմացիա ունենում ու գնում են։ Այս մյուսները նեղանում են, մյուսների վաժակը, գլխավոր ասում է, լավ, դրանց տենում եք, ես մի հատ թարմ մեռելի տեղ գիտեմ, դրանցից ոչ մեկին չեմ ասելու։ Հա, թարմ ինֆորմացիա ունեմ, ոչ մեկին չեմ տալու։ Այս շատ հաճախ մենք այդտենց ինֆորմացիայի կռիվ ենք անում։ Ես թարմ բան ունեմ ասելու, ամեն մեկը մի բան պատմեց, սպասի մի բանը ես պատմեմ։ Կամ ինչ որ մեկի վրա մի բան լսում ենք, էլի եմ ասում, ես սիրելիս եկեղեցի է, մենք հարազատացել ենք։ Մենք կարանք իրար բաներ թույլ տանք պատմելու, որ ուրիշին չէինք ասի։ Քո անձնական կյանքից, քո հնարավորություններից, քո դժբախտություններից, քո ինչից որ կլինի, քո վերապրումներից։ Բայց գիտես ինչն է կարևոր, որ ինչ լսում ես մեջդ մեռնի։ Մենք պետք է փակ բերան լինենք, սիրելիներս։ Պատկերացնում եք, մի հոգի խոսացել էր։ Մի հոգի խոսացել էր ու արդեն ամբողջ հրեա ժողովուրդը գիտի։ Առակաց 20:19-ում գիտեք ինչ է գրած։ Գաղտնիքը հայտնում է բանսարկությամբ մանեկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցվի։ Ասում է գաղտնիքը հայտնում է բանսարկու մարդը։ Որ բանսարկու գիտեք ինչ է նշանակում։ Բանսարկող։ Մի բան սարքող։ Գիտես, երբ որ գաղտնի է դա ոչ մեկ չգիտի։
որ դու պատմում ես, դու սկսում ես բան սարքել, պատմություն սարքել, դու սկսում ես մի օին խաղալ։ Ու գիտեք ինչ խորհուրդ է տալի, ասում է շրթունքները լայն բացողի հետ մի հաղորդակցվի։ Այսինքն հերրու մնա բաց բերան մարդուց։ Հերրու մնա մեկից, ում որ մի բան ասում ես, վաղը բոլորը գիտեն արդեն։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Մենակ հрьяաները չի որ գիտեին արդեն։ Գրածա նայեց կողքերը, տեսավ մարդ չկա, սպանեց։ Ոչ մեկ չի տեսել, մենակ էս ծեծվողը։ Եկա մոտեցավ, տեսավ, ծեծումը բռնեց, սպանեց։ Մենակ էս ծեծվողն է տեսել։ Տեսեք, արդեն հрьяաներն են խոսում, հələ հերիք չի, 15-րդ խոսքում։ Եվ փարաոնը լսեց այս բանը։ Եվ ուզում էր Մովսեսին մերցներ։ Արդեն հասել է փարաոնին։ Պատկերացրիք, այդ ցեպոշկան ինչքան արագ տարածվեց։ Մարդիկ սիրում են լուրը տարածել։ Մանավանդ վատ լուրը։ Անան Երևանում ժուրնալիստիկան ավարտել համալսարանի Երևանի։ Ու գիտեք ինչ էր պատմում, ասում է մեր դասախոսները մեզ սովորացնում էին, ասում էին, որ հիշեք, եթե ուզում եք լավ ժուրնալիստ դառնալ, հիշեք, լավ լուրը դա լավ լուր չի, վատ լուրն է լավ լուր։ Այսինքն դու պետք է կարողանաս վատ լուրեր գտնես, որ դառնան նորություն, սենսացիա, ասենք Սիմոնը Վարինայից բաժանվեց։ Որ ամուսնացան սովորական բան է, բայց որ բաժանվեցին սենսացիա է։ Էս ինչ է, էս ինչին ծեծեց, էս ինչից էս ինչ գողացան։ Եթե օրինակի համար գրվի Վարդիթերյան Կարապետի աշխատավարձը բարձրացել է 70%-ով, դա նորություն չի։ Բայց որ գրվում է Վարդիթերյան Կարապետի տուն մտել են, սա ունեցվածքը տարել են, բոլորին հետաքրքիր է արդեն։ Հա, այսինքն վատ լուրը հեշտ է տարածվում։ Վատ մարդիկ սիրում են այդ վատ ինֆորմացիա, բա իմացար էս ինչին բռնել են, բա իմացար էս ինչին սենց են արել, բա իմացար սենց, բա իմացար նենց։ Ու քչ, մեկ էլ հոպ, մեկի գլուխը վրից գնաց։ Ինչի, որովհետև մարդիկ տարածում են։ Սիրես, մենք ստեղ տուն ենք։ Մենք ընտանիք ենք։ Ինքն կարևոր է դու կողքիններիդ մասին հոգատար լինես, սրտացավ լինես։ Եթե անգամ մի բան լսել ես իր մասին, բա իմացել եք ինչ ա եղել։ Այն օրը տեսել եմ, այս ինչ տեղը, այս ինչ մարդու հետ նստած էր։ Ու գնաց ինֆորմացիան մի հոգու պատճառով պատկերացրեք Մովսեսը հիմա կանգնած է ընտրության առաջ։ Փարաոնը գիտի, որ ինքը Եգիպտացի է սպանել։ Ինչի, որովհետև մեկը խոսած։ Տիտոս 2-րդ գլխում գիտեք ինչա գրած։ Հետաքրքիր բան ասում։ Խորհուրդներ է տալի Տիտոսին։ Ասում նույնպես էլ 3-րդ խոսքում, նույնպես էլ պարավները սրբավայել վարմունքով լինեն։ Ոչ բանսարկու, ոչ գինոմոլ, այլ բարի խրատ տվող, որ զգաստացնեն մատխաշ կանանց, լինել այրասեր եւ որդեսեր։ Այն մեր հայկական խոսք ունենք, ասում են բամբասկոտ պարավա շատ։ Ստե ասում նույնպես պարավները, այսինքն պարավ վատ բառով չի ասում, տարիքով կանայք, հա։ Տարիքով կանայք ասում նույնպես իրանք ասում սրբավայել վարք ունենան, ոչ բանսարկու։ Հեշտ է բան սարքելը, սիրելիս։ Այնքան հեշտ է, երկու բառ մեկի մասին խոսած, ունես բան կսարքես։ Ես մեկ տենում եմ իմ վրա ինչեր են սարքում, ինչ հեքիաթներ եմ լսում։ Օրը մի հետաքրքիր հեքիաթ լսում, այսօր առավոտից եկեղեցու վրա մի հատ հեքիաթ եմ լսել։ Երկար ծիծաղալու հեքիաթ, մարդիկ պարապ են, բաներ են սարքում։ Գիտես ինչքան ուզում ես ասա, մենք հավատում ենք մեր Հիսուսին, մեր նպատակը մեր Տիրոջ հետևից գնալն է։ Մենք բոլորս ապրում ենք մաքուր կյանքով, փորձում ենք հեռացնենք ամեն մեղք ու խնդիր, որ հասնենք երկինք։ Չէ, դու չես իմանում, սրանք գիտես ինչեր են անում ու գնաց ստեղծագործում են, հետո գիտեք ինչ որ բան սարկու բառը ինքը հայերենում շատ լավ է հնչում, էլի մի բան սարքել, երբ որ ես քեզ մի բան եմ պատմում բան սարկությունով, ես մի բան սարքելով պատմում եմ քեզ, բայց երբ որ դու ես ուրիշին պատմում բան սարկությունով, դու իմ սարքածի վրա մի 4-5 հատ ուրիշ քար ես դնում։ Հետո 7-րդ բան սարկուն արդեն դղյակ է սարքել։
Հասկանում ես, այս մարդը երկու քարից սկսել էին, ընդ դղյակ արդեն պատմությունների։ Գիտես, որտեվ բանա սարքում, պետք է մի բան սարքի թե չէ։ Դրա համար երբ որ ինքն է պատմում, մի երկու բառ չի հիշում, ուրիշ ձև է պատմում, մի երկու բառ ճոխացնում է, որ ավելի տպավորիչ լինի, մեկ էլ վերջում տենում ես այս մարդուն, որ ասում հայերեն ասում են ոսկորները լվացին։ Էդ էլ է հрьяաներից եկել իմիջալոց։ Հрьяաները առաջ մահացած մարդու ոսկորները լվանում էին, նոր էին օղարկավորում։ Մի տարի հետո դնում էին շոքին, մի տարի հետո որ մենակ ոսկորները մնա, հետո լվանում են, բայց լավ բան էին խոսում։ Ի տարբերություն մեր իմացածի, իրանք մի տարի հետո ոսկորները լվանում էին ու այդ ընթացքում պատմում էին ինչքան լավ բաներ էին քարը։ Հետո նոր հողարկավորում էին։ Ինչևէ, ասма մեծ կանանց խորհուրդ եմ տալի, որ հավաքվում եք, ձեր ինֆորմացիան շատ է։ Խնդրում ենք ինֆորմացիայով մի կիսվեք, բան մի սարքեք։ Ասма այլ նույնպես պարավները սրբավայել վարմունքով լինեն, բարի խրատ տվող, որ զգաստացնեն մատխաշ կանանց, որ մատխաշ կինը տարիքովին նայի, ոչ թե բան սարքել սովորի, այլ զգաստանա, ասիլ նա ինչ խոհեմ են, երկու բառ հետները խոսում ես, ուղակի հիանում ես, ոչ թե հելը գնամ սրանց ինվորմացիան շատ է, արուս մորքուր, լսի դու հին ոչ ձեզ, հելի մի հատ ինձ ասա, են Անահիտի տատը, դուրս գալիս է, իրա մասին վադվաներ եմ լսել, եմ երկու բան պատմի, էլի ձեր վախտերով է, ու գնաց արուս մորքուրը բացում է ցուցակը, ու գնաց, սարքեց, լավ էլ չի հիշում, հիշողությունը տեղը չի, ստեղծագործեց, այս տղեն չմոտեցավ Անահիտին, ասեց պտողը ծառից հեռու չի գնում, ուրեմն էս էլ է նույնը։ Բանը սարքվեց, ասма նենց ապրեք, նենց վարք ունեցեք, որ զգաստացնեք երիտասարդներին։ Տեսեք մի հոգու բազմբերանության պատճառով 15 խոսքը ելից երկրորդ գլուխ։ Գրածա, բայց Մովսեսը փախավ եւ Մադիամի երկրում բնակվեց եւ մի հորի մոտ նստեց։ Էդ էլ իր լավությունը պատկերացնում եք, իր համար ապրում էր։ Նայեք, Մովսեսի կյանքը վերջն է։ Մահապարտ ստրուկ էր, հիշում եք, չէ՞ սկզբից։ Մահապարտ ստրուկ էր։ Դառավ Փարաոնի որդի։ Ուրիշը կհպարտանար, թքած կունենար, ազգինսկի բարև չեր տա, այդ կոմերեսկի չեր էլ գնա, որովհետև ամեն անգամ երբ որ մտնում էր ինքը հрьяաների մեջ, ինքը հասկանում էր, որ ինքն էլ է ստրուկ։ Դա իր ազգն է։ Կարար չգնար, իր համար ապրեր, բայց գնաց հերիք չի։ Մարդասպան դառավ սրտացավությունից։ Մի հոգու համար, տեսեք, մահապարտ ստրուկ, Փարաոնի որդի, հիմա էլ փախնող մահապարտ։ Հիմա փախելա էլի ստրուկի կարգավիճակումը արդեն հրյա է, այսինքն ստրուկ է, Փարաոնի այդ ստատուսից ընկել է, համել որ բռնեն սպանելու են, գրածա Փարաոնը ուզում էր սպանել իրան։ Ինչի, որովհետև մի հոգի լավության փոխարեն բերանը բացեց։ Գնաց ուրիշներին պատմեց, իմացաք Մովսեսը իմ խաթր այսօր մարդը սպանել։ Ես չգիտեմ ոնց էր պատմել, գլուխ էր գովացել, կապ չունի։ Եթե անգամ լավով է պատմել, եթե անգամ գնացել ասում է, գիտեք Մովսեսն էս թասիբով մերոնցից է, որովհետև իմ խաթր Եգիպտացուն սպանեց, կապ չունի։ Եթե Մովսեսը նայեց 4 կողմը, որ մարդ չտենա սպանեց ու թաղեց, ուրեմն ինքը չէր ուզում այդ մասին ոչ մեկ հիշի։ Բարի եղի ոչ մեկի մոտ ոչ իվան մի խոսա։ Պատկերացեք, ոչ միայն սպանեց, այն ժամանակ մատնահետք չէին վերցնում, կամերաներ չկար, որ նկարեին ով է սպանել։ Գրած ավազի մեջ թաղեց, որ անգամ հիշողություն հետք չմնա, որտեվ հասկանում էր ինչքան մեծ ռիսկի է ինքը գնում այդ մի հոգու համար, բայց այս մի հոգին բերանը փակ չպայեց։ Ու այսօր Մովսեսը փախավ 40 տարի էլ փախստական ստրուկի կարգավիճակում գառ էր պահում անապատում։ Պատկերացնում եք, Փարաոնի կարգավիճակում ապրած մարդը անապատում գառ է պահում 40 տարի, ինչի, որտեվ մեկը չկարողացավ բերանը փակ պահի։ Ցելիս, ուղղակի, չգիտեմ, ներսի բան սարքի քո համար։ Ինչքան հնարավոր է բերանս փակ պահեմ։ Կապ չունի ինչքան ինֆորմացիա ես ունեմ։ Այնքան կարևոր է, թե ինչքան եմ կարողանում այդ ինֆորմացիան ներս գցեմ, ոչ թե հանեմ դուրս։ Հետո մարդիկ սկսում են քեզ վստահել, երբ որ սկսում ես չխոսալ։
Բայց երբ որ սկսում ես խոսալ, ասում են ինքը, ես օրինակ մարդիկ կան իրանց մասին մարդիկ կան, որ իրանց մասին խոսում ենք, ասեմ իրա մոտ մի պատմեք, էլի ինքը բաց բերանա։ Ասեմ լավ էլ իրա մոտ մի խոսացեք, ինքը բաց բերանա։ Ես մեղավոր չեմ, որ ինքը բաց բերանա։ Այնքան է բաց բերանություն այլ, որ ես չեմ ուզում 5 հոգու ինֆորմացիան 50 հոգու համար դառնա։ Բայց երբ որ մարդուն ասում ես, գիտես, իրա մեջ մեռավ, դու սկսում ես այդ մարդուն ավելի շատ վստահել։ Սկսում ես այդ մարդուն ավելի շատ առաջադրանք տալ, սկսում ես այդ մարդու հետ ավելի շատ կիսվել, որտեվ հասկանում ես, այս մարդը վստահելի մարդ է, ինքը իր մեջ սպանում է։ Բայց մարդկա գիտեք ինչ է անում, ինֆորմացիան վերցնում է, այնքան բաց բերան է, գիտեք ինչ է անում, հետդ խոսում է, չի դիմանում, մեկին բդի պատմի, բայց հետդ խոսում է, ինչ անի, քո հետ խոսում է SMS-ով գրում է մեկին այդ ինֆորմացիան։ Քեզ նայում է գրում, բա իմացար հենց հիմա իր հետ եմ խոսում, չի դիմանում։ Հան կմեռնի եթե 2 ժամվա մեջ մեկին չպատմի, հա։ Բայց արի փակ բերան լինենք սիրելիս։ Արի ոչ թե բանսարկու լինենք, այլ բանը անջատող լինենք։ Արի այդ փրփուրը ոչ թե բարձրացնենք, այդ փրփուրը իջացնենք, որ նստացնենք, հանգստացնենք իրավիճակները։ Ամեն ինչ կարաս տեսես, ելի եմ ասում, քո հարազատների հետ հնարավոր է տարին մեկ տեսնես, դու ամեն շաբաթ նույն մարդկանց հետ նստում սուրճ ես խմում։ Իրանցից շատ բան կարաս իմանաս։ Ամեն շաբաթ իրար տեսնում եք, բայց ինչքան շատ իմանաս, այնքան քո ներսում պահի։ Բան կա տեսնում ես, խնդիր կա աղոթի իր համար։ Կարաս խորհուրդ տաս, խորհուրդ տու, բայց ինչքան կարաք ինֆորմացիա մի տարածեք սիրելիներս, լավ։ Մենք եկեղեցի ենք, գիտեք, հեշտ է տարածվում ինֆորմացիան։ Դու մի հոգու ես ասում, մտածում ես այդ մեկը։ Մանավանդ որ ասում ես մարդ չիմանա, չէ։ Դա ամենաուժեղ տարածելու միջոցն է, գիտեք, չէ։ Հիսուսն էր դրանից օգտվում, հիշում եք։ Հա, ասում էր մարդու չպատմես։ Ու գիտեր գնալ են սաղին պատմեն, ասում էր մարդու չասես, գնա անձդ քահանային ցույց տու։ Գնա սաղին պատմեց։ Հա, դեռ մարդ ունեն ասում ես մարդու չպատմես, ինքը դառնում է բան։ Ոնց որ ցեցանգնի մեջ է, ոնց չպատմեմ, իմացել եմ, մեկը պետք է իմանա թե չէ։ Ու գնա, ստարացեց։ Գիտեք ինչն է ամենավատը։ Երբ որ մենք մարդու մասին ինֆորմացիա ենք տարածում, մենք իր մասին չենք մտածում։ Մենք չենք մտածում, որ այդ մարդու անձնականն է։ Այդ մարդը դրանից կարա ցավի, այդ մարդը կարա վիրավորվի, այդ մարդը կարա ինքնասպան լինի։ Մեր տարածած ինֆորմացիայի պատճառով, եթե ցավալի է շատ։ Այն էլ հայ ազգի մեջ, գիտեք, մեր ազգը մի քիչ բան է շատ, ասենք եվրոպացուն օրինակի համար ասենք, չգիտեմ, դու տեսել ես, որ ինչ է անում, չգիտեմ, ասենք ինքը իրան կտեսնում է, լավ, ինչ աննորմալ բան ասեմ, լավ։ Գնում ինքը իրան կտեսնում է։ Էդի որ դու տարածես իր վեճը չի։ Հային որ հանկարծ պատմես մեկին, որ ինքը տես բանանում, կարող է գնա մի շաբաթ տնից դուրս չգա ամոթու։ Մեր ազգը շատ ներս վերցնող է։ Իր մասին հանկարծ մի բան իմանաս, հա։ Հիմա մի հատ հայի, որ հանկարծ ծովում մեկը կողքից նկարի ծովի զգեստով ու գցի ինտերնետ, այդ մարդը ամոթու մի ամիս մանավանդ քուրիկներ կարող է դուրս չգան տնից։ Եվրոպացին ինքն է գցում ինտերնետ։ Հասկանում եք, մեր ազգը մի քիչ ուրիշ ձև է, շատ հեշտ ինքը շատ հեշտ նեղվում է։ Մանավանդ որ իր մասին մի բան է լսում, որ ինքը ասել է ինչ-որ մեկին։ Էլ չեմ ասում, որ եկեղեցում դու մեկը քեզ մի բան է ասում, մեկ էլ ուրիշից է լսում այդ։ Ես օրինակ գիտեք ոնց, բայց գաղտնիքը ասեմ, որ այ հետաքրքիր է, որ ասեմ կարող է հետո իմ դեմ օգտագործեք, է։ Գիտեք ոնց եմ իմանում շուտ այդ տարածողների։ Ես օրինակի համար կարամ մի հոգու մի բան ասեմ, որ մենակ իրան եմ ասում, ինատու։ Ու նենց ձևի բան ասեմ, նենց տեսակ, որ եթե ինքը ոչ մեկի չասի, հենց այդ բառերը ոչ մեկ չի կարա գա ինձ ասի։ Կարամ 5 հոգու տարբեր բաներ ասեմ ու սպասեմ տեսնեմ այդ ինֆորմացիաներից որը ինձ կհասնի։ Որը հասա, որը ինքը բացբերան է։ Հա, նենց հեշտ մեթոդ է։ Գիտեք ինչքան մարդ եմ բռնացրել, այնքան մարդ եմ բռնացի։ Եկեղեցի մեր ձեր մասին չէ, մեր եկեղեցին վերջն է, մեր եկեղեցու նման չկա։
Բայց այնքան հեշտ է բռնացնելը, երբ որ մի մարդու մի բան ես ասում, կարաս աննորմալ բան ասես։ Ու մեկի տենում ես այդ ուրիշից լսեցիր, որ հնարավոր չէր այդքան զուգադիպություն։ Արդեն հասկանում ես, մի անգամ տեսնում ես ուղղ, բայ իմացել ես գորը սենց ու գնաց, հա։ Պատկերացնում եք, մի հատ չատախոսի պատճառով Մովսեսը փախստական է։ Հայտնություն 12:9։ Դեք ինչա գրված. Եվ վայր գծվեց մեծ վիշապը, այն առաջի օծը, որ բանսարկու եւ սատանա է կոչվում։ Այն բովանդակ աշխարհը մոլորեցնողը վայր գծվեց երկրի վրա եւ իր հրեշտակներն էլ իր հետ վայր գծվեցին։ Տեսեք, բանսարկու բառը դա սատանայի սեփականությունն է։ Իրա մենաշնորհն է, մենաշնորհը ձեռից մի վերցրու սիրելիս։ Էդի իրանն է։ Գրածա վայր ընկավ այն առաջի օծը բանսարկուն աշխարհը մոլորեցնողը, բանսարկությունը մոլորություն է բերում սիրելիս։ Մոլորեցնում է, երբ որ դու մի բան ես սարքում, մի բան ես ասում, մի բան ես տարածում, էդի մոլորություն է բերում։ Դու ասում ես Աշոտն ասում է, Նարինեն ասում է, Կարինեն ասում է, Մարինեն ասում է, Վարդիթերն ասում է, ու լրիվ ուրիշ բան է դառնում, մոլորություն է դառնում վերջում։ Վերջում մոլորություն է դառնում ինչի, որովհետև դու բան սարքեցիր։ Մի բան սարքեցիր, հա։ Բայց դա սատանայի մենաշնորհն է։ Աստված սատանայի մասին խոսալուց ասում բանսարկում, այն առաջի օծը։ Միտեղ չի ասում, Հայտնության գրքում տեսեք, էլի ասում, Հայտնության գրքի 20-րդ գլխի 2-րդ խոսքում։ Եվ նա բռնվեց այն վիշապին, եւ նա բռնեց այն վիշապին, այն առաջի օծին, որն է բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նրան 1000 տարի։ Պատկերացնում եք 1000 տարի բանսարկություն երկրի վրա չի լինելու, որտեղ բանսարկուին բռնելու են, որ չթողեն բան սարքի, որ 1000 տարի հանգստանա։ Ինչի է երկիրը հանգստանալու։ Հազարամյա թագավորությունը, որին որ մենք սպասում ենք, չէ՞։ Կա մարդ, որ չի սպասում։ Չէ, սպասում եք։ Ով որ չի սպասում, ասեմ քեզ, շուտով, շատ շուտով։ Քիչ է մնացել։ Այս աշխարհը, գիտեք, այն ոչ թե գնում է, այն արդեն խրխռում է։ Այն որ մի քանի հատ խրխռոց անում ու ձենը կդրում է, մարդը։ Այդ խրխռոցի մեջ է այս աշխարհը, հազարամյա թագավորությունը մոտենում։ Ու գրածա հանգստի օրն է դա, Աստծո հանգստի օրն է։ Աստված հանգստանալու է իր գործերից, իր փրկության ծրագրից, մենք իր հետ մտնելու ենք այդ հանգստի մեջ։ Ու այդտեղ գիտեք խիա հանգիստ լինելու, որտեղ սարքող չկա։ Բան սարկուն գրածա 1000 տարի կապվեց։ Բան սարքող չկա։ Այն որ շրջապատներում մեկը լինում է, էլի, որ տեսնում է ամեն ինչ լավ է, մի բան սարքում է, որ ընկերուները իր հետ կռվեն։ Ընկերները իր հետ կռվեն։ 5 ընկեր են, ամեն ինչ լավ է, իրա դուրը չի գալիս։ Նենց անում, որ այս երկու սրած է, ես իր հետ կռվի, նա իր հետ կռվի, արդեն լավ է, բան է սարքել։ Ասում է բան սարկուն 1000 տարի կապվեց, որ դրանք ոնց որ Հիսուսն ասի, այ նա դրանք կապեք հանգիստ, մի 1000 տարի հանգիստ ապրենք այս երկրի վրա, որ բան ոչ մեկ ոչի բան չսարքի։ Դու պատկերացնում ես, էդի սատանայի մենաշնորհն է սիրելիս։ Երբ որ մենք սկսում ենք բան սարքել, մենք դառնում ենք իր գործիքը։ Մենք սատանայի կողմից ենք սկսում աշխատել։ Աբա ինչ անեմ, ախր խայսա թա մոտս է։ Այնքան ինֆորմացիա ունեմ, չպատմեմ կտրակեմ։ Մի հատ պարավական հին մեթոդ կա, գնա ջրին պատմի։ Չէ, չգնաս, հիմա էլ ընկնես մեղքի մեջ։ Բայց կարաս նստես ու պատմես։ Իմ տատին ուրեմն փոքր երեխա է, երևի մի 7-8 տարեկան տենց։ Գիտեք ինչ էր անում։ Ամառները մեզ միշտ տանում էին գյուղ, տատիս ինձ աղբորս պապաս տանում էր մեր դաչան, թողում էր 3 ամիս, 3 ամսից բերում էր քաղաք, դե որտեվ քաղաքում ենք ծնվել, մեծացել քաղաքում դպրոց են գնում, բայց ամառը տանում էր դաչա։ Ու տատիս հետ տատիս ինձ վերցնում էր, տանում էր սարերը։ Գորջան մի հատ վեր կաց, այն ժայռի գլխից էր խոտը քաղի։ Բարձր ժայռերի վրա հանում էր, ինքը չէր կարա, դե մեզ կիներ, զգուշ կգնաս, այն խոտերը քաղի բեր։ Եվ այլը, ուր ցնդես քաղեսին հենց արա, բայց գիտեք ինչն էր հետաքրքիր։
այդ դաշտ գնալու ճանապարհին ոտով կարողա գնայինք մի քանի կիլոմետր հետ գայինք։ Ամբողջ ճանապարհին ինձ բողոքում էր։ Բողոքում էր բոլորից։ Գիտեք ոնց է սրտի ցավով, վատ ինչ էր, տենց վատ բաներ շատ չէր, նեղվածություններից իրա հարսներից նկատի ունեցեք, մեջը իմ մաման էր մտնում, հա, իրա բոլոր 3 հարսներից, իրա, ասենք, չգիտեմ, փեսուց ենթադրենք, քրերից ենթադրենք, անուններ շատ չտամ, բայց շատ մարդկանցից տարբեր բաներ բողոքում էր։ Ախր այ բլախր, էսի սենց արեց, այն նրա տուն գնացի, սա կեղտոտ, ես եմ լված կարել, էսի սենց արեց, ես սկսում էր պատմելը, բողոքել, այն ինչը սենց անում, այն ինչ անում, բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Այդ կինը ոչ մեկի մոտ չէր խոսում, մենակ իմ մոտ էր խոսում։ Գիտեք ինչի, որտեվ ես ոչ մեկի չէի պատմում։ Ինչ ուզում ա ինձ ասեր, ես կարայի, չէ, գնայի, ասենք, թեկուզ մերոնց բան պատմեի։ Չէ, սիրելիս, ես հասկանում եի, որ ինքը հիմա ջրին ա պատմում։ Ինքը ուզում ա ոչ թե բողոքում ա, ուզում ա իր մեջից հանի։ Շատ հաճախ մարդը քեզ բան ա պատմում, որ մեջից հանի։ Ուզում ա մեջից հանի, բայց չի նշանակում, որ դու պետք է վերցնես ու տրորես։ Չէ, տարիներով տատիս ինձի բաներ ա պատմել։ Ոչ մեկ մինչև այսօր չգիտի։ Առաջի բանը ձեզ եմ ասում մի երկու բան, չպատմեք հանգարց։ Հա, ժողովուրդը տեղից հանգարց բարեկամի բանի զանգել չլինի։ Հասկանում եք իմաստի ինչի մեջ է սիրելիս։ Արի մենք այդ վերջի կետը լինենք, որտեղ մեռնում է ինֆորմացիան։ Հա, արի մեր բերանը մի քիչ զուսպ պահենք։ Կարանք լավ բաներ պատմենք, եկեք պատմենք։ Չենք կարող եկեք լռենք։ Հա։ Հիմա գիտեք ինչն է, չի որ ինչ որ կոնկրետ իրավիճակից ելնելով կոնկրետ բան եմ ասում ձեզ։ Հիմա դու էլ մտածում ես կարող է այն Արմենը պատմելա, որ ես ինչ եմ ասել, չէ, սրա մասին չի սիրելիս։ Այդ քչփչն արեք թող դուրս գա, լավ։ Եկեք անկեղծ սիրով իրար հետ շփվենք, հա։ Անկեղծ ընտանիքի նման։ Առանց ինչ որ շահերի, առանց մտածելու, ըհը, ինֆորմացիա ունեմ, որ ես իշ մարդը սենց գործերի մեջ է։ Մի քիչ իրան շատ ժպտամ, կարող եմ 2 կոպեկ էլ ինձ հասնի։ Եկեք պրոս անկեղծ սիրով իրար սիրենք, հա։ Անկեղծ լինենք իրարից, էսի մեր տունն է, էս մեր ընտանիքն է։ Մենք ոչ մի բան իրարից բացի սիրուց ոչ մի բան, ոչ պարտքենք, ոչ էլ եկեք իրար պարտքանք։ Ես արդեն չգիտեմ ինչ ասեմ։ Այս վերջերս էլի մի հատ պատմություն ունեմ, իմացա, էլ ծիծաղում եմ արդեն, մեկ էլի խափելա, մեծ գումար ա վերցրել, չի տալիս հետ, եկեղեցի ա սիրում ենք, հավատ, այդքան ասել եմ, իրար պարտք մի տվեք։ Կարող է ուզենալ չկարանա տա, իրար մի այդքան։ Կարաս նենց տաս, որ մոռանաս, տուր մոռացի ասա, վեկալ եղբայր այսքանը, կարամ գնա օրհնվի։ Բայց իրար մի տվեք հետո թշնամացեք։ Անկեղծ սիրով եկեք իրար սիրենք, լավ։ Եկեք ընտանիքի նման լինենք։ Նենց չէ որ ասենք երեխան մորից փողա վերցնում ու գցում է պարտքերի տակ, որովհետև եթե մաման ընկավ պարտքերի տակ, այդ սառնարանը չի լցվելու, ինքն է սոված մնալու։ Հա, ընտանիքում տես բաներ չեն անում, չէ։ Եկեք ընտանիքի պես լինենք։ Իրար սիրենք, իրար հարգենք, կարանք օգնենք, կարանք աղոթենք, իմանանք խնդիր ունի, աղոթենք, բայց ոչ թե Ինչի՞ չես գալի եկեղեցի, մեկին մի բան եմ պատմել, սա եկեղեցին թարս է նայում ինձ ու նամյոկով հասկացնում է։ Էլ ոնց կա այդ մարդու եկեղեցի։ Արի ոտքի կանգնենք։ Ու էլի եմ ասում, խոսքը մենակ եկեղեցու մասին չի։ Արի նենց անենք, ամեն շրջապատում մեզ վստահեն։ Ամեն շրջապատում, որ իմանան, եթե քեզ մի բան են ասել, քեզնից դուրս չի գա այդ բանը։ Ասում է, բանսարկուին 1000 տարի կապենք, բայց դրանով չպրծավ։ 9-րդ խոսքը հայտնության, եւ երկնքից կրակ իջավ Աստծուց 1000 տարի հետո արդեն։ Եվ լափեց նրանց, եւ բանսարկուն, որ նրանց մոլորեցնում էր, գցվեց կրակի եւ ծծմբի լիճը, ուր որ էր գազանը եւ սուտ մարգարեն։ Տեսեք ինչն է հետաքրքիր։ Ասում է, եկեք մոլորեցնողին, բանսարկուին 1000 տարիով կապենք, որ բան չսարքի։ Հետո Աստվածաշունչն ասում է, եւ 1000 տարին որ լրացավ, բանսարկուն բաց թողնվեց։ Սատանան բաց թողնվեց ու պատկերացնում եք արագի մեջ 1000 տարի չի կարացել ոչ մի բան սարքի, ձեռները կորա գալի։ Գրած է արագի մեջ աշխարհի այդ մնացած հեթանոս ազգերին համոզեց, որ գնան Երուսաղեմի վրա։
ասեց, ինչի պետք է մենք երկրպագենք Հիսուսին։ Եկեք գնանք բունտ անենք։ Խափես տարավ այնտեղ գրած այդ ժամանակ արդեն Տերը վերջնական վերցեց իրան գցեց կրակի լիճը։ Այսինքն պատկերացնում եք հերիքա մի քիչ ժամանակ իրան ազատություն տվեցին մոլորեցրեց բոլոր ազգերին։ Որովհետև բան սարքողը ինքը բերում է մոլորություն սիրելիս։ Երբ որ դու ուրիշի մարդին բան ես խոսում, երկու բառ ես ստեղծագործում ես, դու մոլորեցնող ես։ Դու մոլորություն ես բերում։ Ուրիշն էլ ուրիշն է խոսում, վերջում դառնում է մի հատ մեծ մոլորություն։ Արի աղոթենք, որ մեր բերանը փակ պահենք, կներես, որ սենց եմ ասում, որ մեր բերանը փակ պահենք, հետի առաջ երթին մեզ է լավ, երկրորդ երթին մեզ կսկսեն ավելի շատ վստահել, երրորդ երթին մեզ կսկսեն ավելի շատ օրհնել, չորրորդ երթին երկնքից մեզ կսկսեն ավելի շատ վստահել, ավելի շատ մարդիկ բերել մեր մոտ։ Գիտեք, եթե ամեն անգամ, որ մեկը գալիս է իմ հետ մի բան կիսվում է, ես մարդկանց պատմեմ, ինչ կարծիք եք, Աստված հաջորդ օրը նոր մարդ է բերելու իմ մոտ։ Իհարկե ոչ։ Որտեղ մարդիկ գալիս են ամենաանկեղծ բաներ են պատմում։ Մեկ-մեկ այնքան են անկեղծանում, ես եմ կանգնած, ասում ստոպ։ Մեկ-մեկ մարդիկ այդ սահմաններ չեն հասկանում։ Գալիս են մեկ էլ գնում է հասնում է ես հիմա ասում, հոպ, այդքան ինձ ինֆորմացիա մի տուր մանրամասն։ Ինձ խնդիրը տասա։ Բայց դա պիտի մեջ մեռնի։ Աստված պետք է տեսնի, սպանում եմ, թե տարածում եմ։ Գիտեք, մեկ այնքան դժվար է, երբ որ դու մի բան գիտես, ու մի ուրիշը գալիս է այդ նույն մարդու հետ կապված բանը քեզ հարցնում, ու դու մի բան գիտես, ներսդ գոռում ասում է, չէ, բայց դու չես կարա ասես այդ չեն, որովհետև դու բանսարկու չես։ Շատ դժվար է։ Շատ դժվար է, բայց պիտի կարողանաս քո մեջ պահես ինֆորմացիան, որ դու ստանում ես։ Եթե պետք է տարածել, մտածում ես լավ է տարածել, դժվար չի այդ մարդուն հարցրու։ Ասա ես թույլ կտաս այդ ասածդ ուրիշին պատմեմ։ Հələ իր ռեակցիան տես։ Եկել է ու քեզ պատմում, ասում է, գիտես ինչ, գիշերները արթնանում եմ, փռշտում եմ ու սկսում եմ հիմար անեկդոտներ պատմել քնածս տեղը։ Ու դու ասում ես թույլ կտաս էդի բոլորին պատմեմ։ Ինչ է ասելու։ Հա, բայ ինչ ուշքս գնում էր, հենց դրա համար էլ քեզ ասեցի։ Չէ, ասելու է լսի գիժ ես, քեզ վստահել եմ, որ աղոթես օգնես։ Այդ այնց եթե մեկի մասին մի բան ուզում ես պատմես ուրիշներին, մի հատ խնդրանք։ Իրան հարցրու։ Ասա թույլ կտաս պատմեմ։ Ես անգամ վկայությունները մարդիկ որ գալիս են վկայում են իրանց հրաշքների մասին, բժշկվել, օրհնվել, ընտանիքն, ասեմ կարամ քո վկայությունը պատմեմ մարդկանց։ Թույլ տալիս ես այն ինչ որ դու եղել ա քո հետ, պատմեմ։ Շատ հաճախ քուրիկները գիտես ինչ են ասում։ Մարդս կսպանի, որ իմանա։ Ասեմ լավ, կարամ, տեսեք, բայց ինձ պետք է այդ վկայությունը տամ, գիտեք ինչ եմ ասում։ Իսկ կարամ առանց անունների ասեմ։ Չէ, պատմությունից կհասկանա։ Ասում եմ լավ, իսկ կարամ պատմությունը չպատմեմ, բայց սենց վերացական ասեմ։ Հա, տենց կարելի է։ Всё, ես իմ դաբրոն ստացա, վերացական կասեմ կվկայեմ։ Բայց եթե ասում ա չէ, ուրեմն չէ։ Հարցրեք, եթե ուզում ես քորա գալի ձեռներդ անպայման պատմես, մի հատ զանգի իրան հարցրու։ Եթե ամանչում ես զանգես հարցնես, ուրեմն պատմելու բան չի։ Եթե ռիշ չես անում, առավել եւս պատմելու բան չի։ Քո համար բան սարքի, ոնց որ ստուգող մի հատ հանգամանք, եթե մեկի մասին մի բան ուզում ես խոսաս, մի հատ դու քեզ հարց տու։ Կարամ զանգեմ իրան հարցնեմ, կարամ խոսամ թե չէ։ Եթե արդեն այդ մտքից ես վախենում, ուրեմն մի խոսա, ուրեմն լավ բան չես անում։ Բայց եթե զանգես, ասի խոսա, ուրեմն խոսա, մարդը թողել է։ Լավ։ Արի աղոթենք, որ մեր բերանը փակ մնա։ Գիտես ոնց։ Այնտեղ որտեղ պետքա փակ մնա, այնտեղ որ պետքա բացվի, Աստված բացի։ Այս ամենակարևորն է։ Որտեղ տեղեր կա, որ Տերն է ուզում որ խոսաս։ Բայց մի չարաշահի, Աստված գիտի։ Ամեն։ Երկնային Տեր, Տեր Աստված, մենք գալիս ենք քո առաջ ու խնդրում ենք,
ներես, եթե ինչ որ իրավիճակներում չպիտի խոսայինք, խոսացել ենք, կամ ինչ որ իրավիճակներում պիտի խոսայինք, չենք խոսացել։ Մենք խնդրում ենք ներես Տեր ու օգնես ամեն մեկից Տեր, որտեղ պետքա մեր բերանը փակ պայել, մեր բերանը փակ պայենք, որտեղ պետքա խոսալ, խոսանք։ Մենք ուզում ենք Տեր, վստահենք քեզ ու քո առաջնորդությունը լինի Տեր։ Խնդրում ենք Տեր արքա, թող մեր շուրթերը չդառնան մարդկանց ընտանիքների քայքայվելու, խնդիրների ինչ որ առիթ, այլ մեր շուրթերը թող օրհնության առիթ լինեն Հիսուսի զորավոր անունով։ Օգնի մեզ խոսանք այնտեղ, որտեղ որ պետքա խոսանք, ու միշտ լռենք այնտեղ, որտեղ որ պիտի լռենք Տեր։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, փառք ամենակարող Աստծուն։ Գիտես, այնքան հավես է, որ մեկը մոտենում է քեզ ու ասում է, լսի, քեզ մի բան էի պատմել, ինչի ես սաղ աշխարհին ասե։ Ու դու ասում ես, «Էդ ես չեմ»։ Ուրեմն ուրիշին էլ ես պատմել։ Գիտեք, քանի անգամ են ինձ վիրավորել անգամ։ Դու ինչ մարդ ես, քեզ մի բան ասեցի։ Խնդրել էի ոչ մեկ չիմանա։ Ասում եմ, ես չեմ։ Գնա մտածի, էլ ում ես ասե, որովհետև ինձանից այդ բանը դուրս չի եկել։ Այն նենց ապրի, որ ինչքան էլ ասեն, ասես ես չեմ։ Բայց ես ոչ մեկի չեմ ասել, ես չեմ։ Ուրեմն քնիդ մեջ ես խոսացել, կողքնից մեկական ջադերը։ Հաստատ ես չեմ։ Այդքան վստահ եղի քո վրա, որ ես ինձանից դուրս չի եկել։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Տեր օրհնի քեզ, մինչև որ մեր փառաբանությունը գալիս է մեր փառաբանությունը, հա, թե չի գալիս։ Ուզում են գան, հա, ոնց որ ուզում են, հա, Աստված օրհնի շատ։ Բայց մինչև իրան գալիս են, ուզում եմ մի բան հարցնեմ։ Կամ մարդ որ այսօր առաջի անգամ աստեղ, դեռ մեր եկեղեցում, այսպիսի եկեղեցում չի եղել։ Եթե առաջի անգամ ես բարի ձեռքդ ողջունենք քեզ։ Աստված օրհնի ձեզ, խնդրելու եմ, ով որ առաջի անգամ է, իջեք մի հատ կարճ աղոթք անենք իրար հետ։ Ես էլ կիջնեմ ստեղից, դուք էլ իջեք մի կարճ աղոթք անենք, հա։ Շատ կարևոր աղոթք է քո կյանքի համար։ Տեր օրհնի քեզ, եթե առաջի անգամ ես, դեռ կյանքը Տիրոջը չես տվել, եկեք առաջ, այսօր ձեր օրն է։ Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի։ Եկեք բարձր ծափարենք Տիրոջը։ Տեր օրհնի ձեզ, հրաշքորհնված ելնես։ Աստված օրհնի։ Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ շատ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Աստված օրհնի շատ։ Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի։ Пусть Бог благословит вас. Пусть Бог благословит вас. Աստված օրհնի շատ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Ես այնտեղ էլ ողջունեմ ու մի կարևոր աղոթք կա, որ մենք պիտի իրար հետ անենք։ Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ շատ։ Օրհնված լինեք։ Пусть Бог благословит вас. Пусть Бог благословит вас. Աստված օրհնի, Աստված օրհնի։ Տեր օրհնի ձեզ։ Пусть Бог благословит вас. Ուկրաինա։ Пусть Бог благословит вас. Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար սիրելիներս։ Գիտեք ինչի համար եմ կանչել։ Մի կարճ աղոթք կա, որ մենք պիտի իրար հետ անենք սիրելիներս։ Տեսեք, բոլոր երիտասարդներ եք, այսօր հատուկ երիտասարդական արթնություն է, Աստված օրհնի ամեն մեկիդ։ Նայեք, մի հատ կարևոր բան կա, որ մեր մեկ կյանքում պիտի հասկանանք։ Երևի ինքն էլ արդեն իր կյանքում հաղթանակներ ունեցած կլինի։ Հա, արդեն չէ, տարբեր հարցերում այս երեխեն արդեն հաղթանակներ ունի։ Ասենք, կարացավ մի մետր թռնի, հաղթեց, հա։ Դուք էլ շատ հաղթանակներ ունեք, դպրոց ավարտեցիր, հաղթեցիր, աշխատանքի տեղը մի բան հորինեցիր, հաղթեցիր, հաղթանակ շատ ունենք, բայց կարևոր մի հատ բան կա, որ ուզում եմ ասեմ։ Աշխարհի ամենամեծ հաղթանակը Հիսուսի ոտերի մոտ պարտվելն է։ Երբ որ դու գալիս ես Հիսուսի ոտերի մոտ ու ասում ես ես չեմ, դու ես, հանձնվում եմ քեզ։ Դրանից մեծ հաղթանակ չկա։ Եթե հանձնվեցիր, պարտվեցիր Հիսուսի ոտերի մոտ, աշխարհի ամենամեծ հաղթողն ես դու։ Իսկ դրա համար գիտես ինչա պետք։ Ընդունես իր արած զոհը։ Դրա համար եմ քեզ կանչել այսօր։ Կանչել եմ, որ իր հետ մի հատ աղոթք անենք։ Գալու ենք Հիսուսի մոտ, ասենք Հիսուս կներես։ Ունենք չէ մեղքեր, որոնց համար արժի ներողություն խնդրենք։ Հա։ Գանք Հիսուսի մոտ, ասենք Հիսուս կներես։ Էլ չեմ անի։ Կյանքս քեզ եմ տալիս։ Այդ ամենամեծ հաղթանակն է, երբ որ գալիս ես չոքում ես իր առաջ, ասում ես էլ ես չեմ, դու ես։ Երբ որ գալիս ես
Որովհետև կյանքը գիտեք ինչ է մեզ ասում, քո նմանը չկա։ Դու վերջն ես։ Հելնայ դու ով ես։ Սատանայի ուզածն է, որ քիթդ այնքան բարձրանա, որ աշկերի դեմը չտենաս։ Բայց Հիսուսը գալիս ասում է, չէ։ Իջի։ Ու դու խոնարհվում ես, ասում ես, չէ, էլի ես չեմ, դու ես։ Այդ ժամանակ Հիսուս ասում է, մենք ենք։ Բարձրացնում ասում է, արդեն իրար հետ ենք, մենք ենք։ Դրա համար այսօր քեզ կանչել եմ, որ դու այդ քայլը անես։ Գաս Հիսուսի մոտ ու ասես, կյանքս քեզ եմ տալիս։ Ների իմ մեղքերը։ Այսօրվանից ուզում եմ դու տանես իմ կյանքը։ Ոչ թե ես իմ խելքով իմ իմացածով քո ձեռն եմ տալի, ես քեզ եմ վստահում։ Հաստատ ինքը քեզ սխալ տեղ չի տանի, սխալ խորհուրդ չի տա։ Եթե պատրաստ ես ուղղակի փակի աշկերդ, մենք մի աղոթ կանենք։ Ես ասեմ դու իմ հետ կրկնի։ Դալիճը մեզ կօգնի։ Ովքեր համացանցով են նայում առաջի անգամ դուք էլ արեք այս աղոթքը։ Փակի աշկերդ։ Արի աղոթենք երեդ, ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Արի թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Դու ես իմ Տերը ու իմ Աստվածը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի քեզ սիրելիս, Տերը օրհնի ամեն մեկիդ։ Դու հենց նոր սատանային ասեր սատանա հերիքա խապես, իմ Տերը Հիսուսն է։ Հերիքա քո էժան առաջարկներով, քո այդ անհանգստություններով, անխաղաղություններով, անքուն գիշերներով ինձի տանջես։ Իմ Տերը Հիսուսն է։ Փառք Տիրոջ ամեն մեկիդ համար։ Սա կոչվում է փրկության աղոթք, երբ որ դու ես աղոթք արեցիր։ Պողոս առաքյալն ասում է, եթե սրտովդ հավատաս, շուրթերովդ Հիսուսին դեր դավանես, կփրկվես։ Սա փրկության աղոթք է ու երբ որ ես աղոթքը հավատքով անում ես, Աստվածաշունչն ասում է, քո անունը գրվում է կյանքի գրքի մեջ։ Ոչ թե նրա համար, որ դու լավն ես, ես լավն եմ, չէ, ինքն է լավ, որտեվ խաչի վրա ինքը քո համար գին է վճարել։ Դու նոր ընդունեցիր իր արած գինը։ Ամեն։ Աստված օրհնի քեզ, թույլ կտաս մի հատ աղոթենք քո համար, օրհնենք քեզ, հա։ Տալիս բարձր ձեռքերդ աղոթենք, օրհնենք։ Երկնային արքա, մենք քո առաջ ենք բերում մեր քույր եղբայրներին ու խնդրում ենք քո օրհնությունը ուղարկես իրանց կյանքեր։ Թող քանդվի սատանայի ամեն ծրագիր իրանց կյանքերից Հիսուսի անունով, օրհնի իրանց ընտանիքները։ Հիսուս Քրիստոսի անունով մենք քանդում ենք ամեն անեսք, թուղթուգիր, կախարդություն, ամեն սխալ խոսք ու օրհչակում ձեր վրայից, ձեր կյանքերի վրայից։ Օրհչակում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունները, խաղաղությունը, բժշկությունը, սերը, ուրախությունը, ներկայությունը ամեն մեկիդ վրա ու ձեր ընտանիքներում։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք ձեզ, ձեր տները, ձեր գործերը, ձեր առողջությունը, օրհչակում ենք Քրիստոսի կամքը ամեն մեկիդ վրա Հիսուս Քրիստոսի անունով։ Օրհնում ենք ձեզ ու տալիս ենք այն Տիրոջը, որին որ հավատացիք։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ սիրելիներս։ Փառք Աստծուն, բարձր ծափարենք մեր Աստծուն, ինքը արժանի է։ Փառք մեր Աստծուն։ Տերը օրհնի ամեն մեկիդ։ Սիրելիներս, տեսնում եք մեր եղբայրն ու քույրը այնտեղ կանգնած, մենք ուզում ենք ձեզ նոր կտակարան նվիրենք եւ եթե աղոթքի կարիք ունեք, եթե հարցեր ունեք, ուզում ենք պատասխանենք ձեր հարցերին, աղոթենք ձեր համար, դրա համար խնդրելու եմ, որ բոլորովդ իրար հետ մի քանի րոպեով իրանց հետ բարձրանաք վերև, համ կշփվենք, կծանոթանանք, համ էլ ձեր հարցերին կպատասխանենք։ Տերը օրհնի ձեզ, կխնդրեմ իրանց հետևից բարձրանաք, լավ։ Աստված օրհնի ամեն մեկից։ Շնորհավոր։ Բարով եք եկել Աստծո տուն։ Փառք Աստծուն, բարձր ծափարենք մեր Աստծուն, սիրելիս։ Փառք Տիրոջ ամեն մեկի համար։ Փառք Աստծուն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը եւ Սուրբ Հոգու թանձր, քաղցր, անուշ ներկայությունը ամեն մեկի հետ լինի, սիրելիներս։ Աստված օրհնի քեզ, արի երկրպագենք մեր Աստծուն։